Բարի ուշ գիշեր բոլորին սիրելիներս, մեզ մոտ գիշերվա ժամը 1000-ն է ու մի հատ տեսեք այստեղ ինչով եմ զբաղված, հենց նոր վերջացրեցի այս համովությունների պատրաստելը, ընթացքը չեմ նկարել, որովհետև երեխեքը մի կողմից խանգարում էին, մի կողմից ես ահավոր հոգնած էի, որովհետև աշխատանքից եմ վերադարձել, մի խոսքով սենց ուրեմն պատմեմ, թե ես ոնց եմ պատրաստել, ուրեմն սրա բաղադրատոմսը ալիքում կա, վաղուց տեղադրել եմ, թե ես կեքպոպս ոնց եմ պատրաստում, ուրեմն վերցնում ենք ցանկացած տեսակի բիսկվիտ, դա կլինի ձվանի, մածունով, մի խոսքով բիսկվիտ, որը թխել եք, երեխեքը կերել են ու կեսը մնացել է, հիմա չգիտեք ինչ անեք, այդ բիսկվիտները վերցնում եք, իմ մոտ շոկոլադե բիսկվիտ է, մանրացնում ենք կրոշկայի ենք սարքում իրանից փշուր ու իր վրա ավելացնում ենք ցանկացած տեսակի կրեմ մի փոքր, որպեսզի այդ մասան դառնա ավելի կպչուն ու հավաքվի։ Ես ավելացրել եմ իր մեջ թթվասեր, շաքարով եւ վանիլինով խառնած ու այդպես կպչուն մասա է ստացվում, ծարքում ենք գնդիկներ, տեղափոխում ենք սառցախցիկ, որից հետո մի քանի ժամ հետո ուրեմն շոկոլադը հալեցնում ենք, ցանկացած շոկոլադ, որը որ դուք կնախընտրեք, ես վերցրել եմ կաթնային եւ դառը շոկոլադ, խառնել եմ իրար, հալեցրել եմ, իր մեջ ավելացրել եմ 2 ճաշի գթարի չափով ձեթ, որպեսզի ավելի ինքը ջրիկ ստացվի կոնսիստենցիան։ Ու մեր գնդիկները սառը թաթախում ենք այդ շոկոլադի մեջ։ Կարող եք նաև կակաոյի փոշի անել, իրան էլի շատ համով ա լինում ու զարդարելու համար իր վրա սենց գունավոր պասիպկա եմ արել, մի խոսքով շատ համով ընտիր բան է ստացվում, անպայման փորձեք ու հասա չեք փոշմանի, մի խոսքով էս հիմա տեղափոխում ենք սառցախցիկ, որպեսզի շոկոլադները չհալվի ու առավոտ արդեն նա սենց սառը համով անուշական ենք ունենում սուրճի հետ վայելելու համար։ Իսկ հիմա ձեզ բարի գիշեր, առավոտյան կհանդիպենք։ Բարի լույս բոլորին, ինչպես խոստացել էի, առավոտ կհանդիպենք, եկել եմ միանամ ձեզ, մեզ մոտ առավոտ շուտ է, օրը կիրակի, ժամը մոտարապես ժամը 7-ն է, ես այսօր շատ վաղ եմ արթնացել, որովհետև ուղղակի չէի կարողանում քնել, քանի որ երևի շատ շոգ էր ու տենց ժամը 5-ից տանջվեցի, որոշեցի չէ, քանի երեխեքը քնած են, արթնանամ, մի հատ հանգիստ սուրճ խմեմ ու անցնեմ իմ օրվան, սա ոնց տեսնում եք սուրճ եմ պատրաստել, միրգ, երեկվա պատրաստածս կեյք փոփսից, իմիջիայլոց ինքը շատ սառն է, պետք է շատ սառը ուտենք, իրան այտենց ավելի համով է, ու ստեղ նայում եմ իմ սիրելի Ռուբինա Չունի վլոգներից մեկը, շատ վաղուց չեմ նայել, որոշեցի այսօր օրս սենց լավ ու դրական մարդկանց հետ սկսեմ, որպեսզի հետո օրս տենց լավ ու դրական էլ անցնի, մի խոսքով բարի լույս բոլորին, շարունակեք մնալ ինձ հետ, օրվա ընթացքում իհարկե էլի կմիանամ ձեզ, գրեք կոմենտների մեջ դուք որ բլոգերներին եք շատ սիրում, օրինակ ես Ռուբինային շատ եմ սիրում ու շատ վաղուց իրան հետևում եմ, այդպես։ Դե ինձ սիրելիներս, մեզ մոտ արդեն օրը կեսօր է, ես եկել եմ խանութ, որովհետև խանութում մի քանի գործ կար անելու, շատ բան չկա անելու, պիտի մի քանի նկարներ անեմ, ֆոտոներ, վիդեոներ մեր Facebook-յան էջի համար, նորությունները պիտի նկարեմ խանութի, որ հետո մոնտաժեմ, սարքեմ, մի խոսքով սենց, հիմա եկել եմ այդ գործերը անեմ, վերջացնեմ, գնամ Դավուլին տատի մոտից վերցնեմ, որտեղ Դավը մնաց տատի մոտ, քանի որ այսօր կիրակի է, պարտեզ չկա, երեխեքը տանն են, մի խոսքով սենց օր այսօր մեր մոտ դրսում ահավոր շոգ է, ինչպես տեսնում եք, դրա համար ես առանց մեյքափ եմ, ինչպես միշտ, այդպես մի խոսքով սենց թեթև մի քանի գործ կա անելու, եկեք մի հատ սենց ցույց տամ մեր խանութը, այդպես, ուզում եմ շատ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ, ձեր բարի խոսքերի համար, շնորհավորանքների համար, որ գրել էիք կոմենտների բաժնում նախորդ վիդեոյի մեջ, շատ հաճելի է լսել անծանոթ մարդկանցից այդքան լավ խոսքեր, մի խոսքով շնորհակալ եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, մնացեք ինձ հետ, ընթացքում էլի կմիանամ ձեզ։ Սիրելիներս, մեզ մոտ արդեն վլոգի հաջորդ օրն է, այսօր երեք ոչ մի բան չնկարեց, որտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, ու ես պատրաստվել եմ ու հիմա գնում ենք քրոջս ջուտիկի 40-ն է, գնում ենք այդ արարողությանը, հիմա պետք է գնանք եկեղեցի, հետո քրոջս տուն ու տենց մի խոսքով ընթացքը կնկարեմ, իսկ հիմա սիրուն արարողություն է լինելու, այդպես մնացեք ինձ հետ, որովհետև ընթացքում շատ հետաքրքիր է լինելու։ Հիմա սպասում ենք եղբորս, որ գա ինձ ու իր հասնածուին տան։ Տեսնենք երբ կգա։
Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես է արքայություն քո, Եղիցի կամք քո, որպես երկինս եւ երկրի, զած մեր անապազոն, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած է, եւ մի տանիլս մեզ ի փորձություն այլ կրգյազ մեզ չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Mornot Ալելույա օրդի խաղաղություն ամենեցում և ընթոք վույթքում երկյուղացությամբ լավարով Սրբո ավետարանից Իսուսի Քրիստոսի, որ ըստ ասու հարկես Տեր Աստված մեն պրոսում է ասե Աստված Ասն քարասնորյա գալստյան յարն մերո Իսուսի Քրիստոսի Եվ իբրև լծան աբուրք սրբության ոցած տորինացն Մովսիսի, ածինս նա Երուսաղեմ, հանդիման առնել տյարն, որպես և կրյալեորեն ըստյարն, թե ամենայն արու որ բանազ արկացում տյարն կոչեսի, և տալ պատարակս ըստասացելույն օրեն ըստյարն, զույգս տատրակած կամ երկուս ծակս աղավնյաց, Եվ իբրև ածին ծնող կնզմանուկն Իսուս, առնել նոցած ծովորության օրինացն իվերանորա, և նա ռկալավս նայի գիրկս յուր և օրնյաց աստված և ասեն, արդարցակես ըսծարես կոտեր, ըստ բանիք ու մի խաղաղություն, զիտեսին աչքի մսպրկություն քո, զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց, լույսի հայտնություն հետանոսած և պարս ժողովրդյանքում Իսրայելի։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Ով Տեր մեր Հիսուս Քրիստոս, որ ծնունդիցդ 40 օրեր հետո քո մորդ Մարիամի հետ տաճար եկար Աստծուն ընծայվելու Մովսիսական օրենքի համաձայն և Սիմեոնի գրկում նկվեցիր։ Աղաչում և խնդրում ենք քեզանից, պահպանիր Արամ անուն այս մանուկին։ Քո շնորհներով մեծացրու անտեսանելի զորությամբ, նրան արժանի արամակրթությամբ, որպեսզի վերստին ծնվի Սուրբ Ավազանից և մարմնի դու արյանդ հաղորդվելով և Աստծո որդեգրության գրավականը Սուրբ Հոգին ստանալով մարմին և անդամ դառնա Սուրբ եկեղեցուդ։ Արժանի արա, նաև քո ընտրյալներիդ վերապահված ժառանգության հասնելու քո Սուրբ աջի թողանու պահպանությամբ, որովհետև Հոր և Սուրբ Հոգու հետ քեզ են վայելում փառք, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Երախայսայս եկյալ երկրպագություն, երկրպագ է Սուրբ Խորանիս, երկրպագ է Սուրբ Սեղանույս, երկրպագ է Սուրբ Ավազանից ապագելով մկրտության վերեսնի ծննդյան Սուրբ Ավազանավս, Սիմերկ Աստծի զանուենություն և զգեցի զլույս Աստված գիտության։ Մոտեցեք այստեղ։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա պահպանիչ և հույս հավատացելուց Քրիստոս Աստված մեր, պայա, պահպանյա և օրհնյա, առաջիկացյալ, հարամ անվս ծառայես քո, Տեր Աստված,
Եվս ծնողոսորին եւ առաջիկացյալ սարազատությունը սորին Թովանյանը սուրբ եւ պատվական խաչերով քովի խաղաղության Փրկյա եւ ազատյա երևելի եւ անհրաժեշտ թշնամոյին արժանավորյալ գոհության փառավորելս քեզ ընթորյալ սրբով քույր այժմ եւ միշտ եւ հավիտյան սարիտենից ամեն Աստված օրհնի ձեզ Աստված օրհնի ձեր զավակին մաղթում եմ որ ունենա անհոգ խաղաղ եւ ուրախ ու առողջ մանկություն ինչպես ասում են միայն իրենից ճառակող լույս տեսնեք դառնա թե ձեզ համար եւ թե հայ ազգի համար վիտամինի զավակ այնպիսի զավակ որ միշտ ներքին հպարտություն ունենաք որ դուք ունեք այսպիսի երեխա հաջորդը թող լինի նրա մկրտություն Աստված պահապանի Շնորհակալ եմ ողջ Դու գլխին չկպնես, հա, ցավը տանը։ Այդպես մի Արավոր բարիքի 40 օր է։ Արով բարիք մեջանարով ճամուր Ատիսուրեի 40 քիչ ես։ որ կարմիր վարդ է դե արեք ապրի հələ բերեք մի հատ էսի պատրենք այս 40 օրվա շապիկը հետո նոր կլողացնենք հələ բերում քաշի լավ ապրի մամա ինչ Հայկետի շկացի Մատանիդ։ Չի կարելի, թող մնա մի ձեր դրիքվալես։ Հիմա ասում ենք, ապրի այամիք է, Առողջ մեծանա։ Առողջ տղա մեծանա, ուժեղ, խելացի, պապայի մամայի երազանքները մի կատարածի Մի ձեր դու գլխին արի։ Ինչը տամ քեզ ասեմ Ադի լոտե դու կարող բանի Սորը խեցը Քեզ ոտորի